Սվետլանա Պասկալովի մասին ես չեմ խոսի որպես ժուրնալիստի, որը առաջիններից մեկն էր, եթե ոչ ամենաառաջինը, ամենաթեժ կետերից մեր պայքարը ներկայացրեց ամբողջ աշխարհին։ Ես խոսել որպես մարտական ընկերոջ, որին 91 թվականից եմ ճանաչում, չեմ ճանաչում, մենք ուղղակի շատ մտերիմ մարտական ընկերներ ենք եւ բազմիցս նույնիսկ կրակային հրավառությունների մեջ ենք եղել։ Սրետանային հիշում եմ 91 թվականի Շահումյանից ամենածանր օրերին ես նա ներկայացվեց եւ նույն օրը ուղղաթիռով հետ դառնալուց օդրվեց իր կինոապարատը։ Սարսափելի ցավում էր, բայց ոչ մի անգամ ցույց չտվեց իր այդ ցավը ես զգում էի։ Որտեղ այդպես երկար տարիներ Հայաստանում ինքն իր հայրենիքից կտրված նաեւ շատ զորողություններ տարավ, նաեւ տարավ չհասկացվելու պահեր, բայց երբեք իր ցավը ցույց չտվեց։ Հատկապես դրա համար եմ նայել Սվետլանային գնահատում։ Ինքը իր ցավը մի կողմ դրած, ինքը իր հոգսը մի կողմ դրած, մեր հոգսին այնպես է ձուլվել, որ ես այլևս իրեն դադարում եմ բուլղարացի կամ այլազգի կամ չգիտես, այլ կերպ ամանալուց այդ չափանիշներով չեմ դատում։ Կա ինձ համար Սվետլանա Պասկալովը մեր պարտական ընկերը, մեր քույրը, առանց որի մենք ուղղակի այլևս մեր պայքարը, մեր պատերազմը չենք պատկերացնում։
Սվիտանա Պասկալևին ես անձամբ տեսա առաջին անգամ 5 տարի առաջ Շահումյանի շրջանում Վերինշեն գյուղում, երբ որ ազատագրվում էին Վերինշենի բարձունքները Քեչ Բուզլուխ Մանաշի գյուղերը։ Տեսա այդ բուղար ժողովրդի քաջ դուստրի խիզախությունները հանուն հայ ազգի, հանուն Ղարաբաղի։ Այդ մեծ բախտակից ժողովուրդը տվավ մի դուստր, որը եկավ եւ դարձավ նաեւ մեր Արցախի, մեր հայ ազգի դուստրը։ Պետք է ասեմ, որ ինքը արդեն մոտ 5-6 տարի իր կյանքի